թեման մի քիչ երեկվա Գագիկ Ծառուկյանի թեմայի շարունակությունն ա լինելու էլի, հա։ Սովետական միությունը ինչ որ բաներ անում էր։ Ճիշտ է։ Ասենք ինչ որ տեխնոլոգիաներ, ու իր մակարդակով էլի սովետական միության մակարդակով ինչ որ բաներ անում էր, ինչ որ գործարաններ, ասենք Հայաստանում կառուցում էին եւ այդ ապրանքը ինքը բաներ անում, էլի, ուրեմն այդ ապրանքը ինքը սովետական միությունում ռեսպուբլիկաներում բանում տանում էր, վաճառում էր, բաներ անում, հա։ Հիմա հարցը ինչումն է կայանում։ Երբ Սովետը փլվեց, ասենք, եկավ իշխանության ով Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ահա։ Լևոն Տեր-Պետրոսյանը եկավ։ Ժողովուրդ ջան, մենք այդ ժամանակ արդեն համարվեցինք որպես անկախ պետություն, չէ՞։ Ճիշտ է։ Այդ անկախ պետության համար Լևոն Տեր-Պետրոսյանը ինչա արե։ Եթե գիտեք, ասեք, ընդ կգրեք։ Ինչ գիտական, ասում էին ինքը դոկտոր պրոֆեսոր է, եսիմ ինչա, մի խոսքով տես բաներ էին ասում էին 10 լեզու գիտի, ես մի բան։ Ինչա արե Հայաստանի համար Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ասենք, գիտական, եսիմ ինչ-որ գիտնականների համար, ինչ-որ, կամ ինչ-որ եսիմ համալսարանների համար, ինչ-որ գիտական պրոցեսներ արե, որ Հայաստանը զարգանա։ Լևոն Տեր-Պետրոսյանը արտադրել է մի եղբայր Հայաստանում, որը, ասենք, թալանում էր բոլորին։ Լևոն Տեր-Պետրոսյանը արտադրել է Վանո Սիրադեղյանին, չէ, նրանք ճիշտ է իրար հետ են սկսել, իրանց պայքարը, բայց թեկուզ մարդիկ կան, որ ասենք Վանո Սիրադեղյանին, ասենք, մի քիչ ունես գովում են, բան են անում, էդ էլ ինչի համար են գովում, որ նա Քոչարյանին հակառակ ա եղել, դրա համար, ուրիշ ոչ մի լավ բան Վանո Սիրադեղյանը չի արել, ժողովրդին շատ անտանելի ձևով հալածում էին, մոռացել եք, որ ասում էր, և գողը և ոստիկանապետը ամեն ինչը Հայաստանում ես եմ, սա Վանո Սիրադեղյանի խոսքերն ա, չեք մոռացի, չէ։ Ինչը արել ուրիշ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ուրեմն իր եղբոր համարա ներդրում կատարել, ասենք Վանո Սիրադեղյանների, դրանց նման ինչ-որ մարդկանց։ Մեկ էլ Ղարաբաղի պատերազմն ա բերել Հայաստանի գլխին կրակ։ Համասելա սա ճիշտ չի համբերելա։ Համասելա ճիշտ չի համբերելա։ Իրան ստիպել են։ Անցնենք Քոչարյանին։ Քոչարյանը եկել է 10 տարի իշխանության ա եղել։ Ինչ ա բերել Հայաստանի համար Քոչարյանը։ Հիմա ասեք, հերթով ասեք։ Մի հատ գիտնական, մի հատ ինչ-որ մի բան, մի հատ գիտական ինչ-որ մի բան, բերել ա։ Հիմա ես ձեզ ասեմ ինչ ա բերել Քոչարյանը։ Քոչարյանը Հայաստանում ներդրել ա Դոդի Գագոյի համար։ Քոչարյանը Ռուսաստանում ներդրել ա Սամվել Կարապետյանի համար։ Ես սա ասում եմ այն մարդկանց, որոնք այսօր իշխանության են ձգտում։ Քոչարյանը ներդրել է ամբողջ Ղարաբաղի մաֆիայի համար։
կլանի համար։ Ժողովուրդը կապ չունեն, աստ է, ժողովուրդը Ղարաբաղի ժողովուրդը դրանց տուժացնեն, ուրիշ ոչ մեկի։ Նիկոլը Ղարաբաղի ժողովրդի տուժվելու մեջ ոչ մի կապ ընդհանրապես չունի։ Նիկոլը Հայաստանի վարչապետն է։ Նա Ղարաբաղի հետ ոչ մի կապ չունի։ Ուղղակի ինքը որ ընտրվել է Հայաստանի վարչապետ, տեսել է որ Հայաստանը Ղարաբաղում զորք ունի։ Ինքը իր զորքի տերն է եղել։ Վերջ ուրիշ ոչ մի բանի։ Ուրիշ ոչ մի բանի Նիկոլը Ղարաբաղի համար պատասխանատվություն չի կրում։ Ոչ մի փաստաթուղթ, ոչ մի բան չկա, որ Նիկոլը պետքա Ղարաբաղի համար ինչ որ պատասխանատվություն կրի։ Չկա այդպես բան։ Հայկական զորքերն անդեղ եղե, Նիկոլը պատասխանատվությունը կրում է հայկական զորքերի համար։ Եվ վերջ, ուրիշ ոչ մի բան։ Քոչարյանը ներդրել է, կրկնում եմ, Գագիկ Ծառուկյանին պետական բյուջեից Գագիկ Ծառուկյանն է ստեղծել։ Փոխանակ նրա տեղը մի խելացի գիտնական, մի ինչ-որ բան ներդրեր, մեծ գումարներ ներդրեին ինչ-որ բաների մեջ, ասենք, այդ որ այսօր ասում են զավոդներ կառուցենք։ Զավոդ, ինչ զավոդ։ Ներդրես։ Մի ինչ-որ գիտնական կա, որ այդ զավոդը հորինել է, որ դու կառուցես, այդ զավոդի ապրանքն էլ բանանես։ Ներդրել է այդպես մարդկանց, ու շատ ընդեղ, ես ասում եմ, ասեցի ամենակարևորներին։ Ընդեղ Հովիկ Աբրահամյան կան, դեսիմ Ալեքսանյաններ կան, դեսիմ ինչ ասես չկան։ Հայաստանը, Հայաստանի բյուջեն, նրանց են ներդրել, նրանք, որ դառնան միլիարդատերեր, կապիտալիստներ եւ վերջ։ Ինչ եք ներդրել եւ ումից ինչ եք ուզում։ Հիմա Դոդի Գագոն այսօր եմ լսում եմ էլի Փաշինյանից նա խոսում 8 տարում ոչ մի բան չարավ, 8 տարում ոչ մի բան չարավ։ Հիմա Գագիկ Ծառուկյան, այս 8 տարին որ Նիկոլ Փաշինյանն է, դու ընդհանրապես ինչ որ մի բարերարություն ինչ չես արել։ Հա? Ինչ չես արել։ Նիկոլ Փաշինյանը քեզ քո համար ոչ մի բան չի ներդրել, չէ, դրա համար, չէ։ Նա ճիշտը խոսանք էլի։ Բան չի Նիկոլ Փաշինյանի վաղտը բարերար չեք։ Ինչի համար։ Ինչի համար բարերար չեք Նիկոլ Փաշինյանի ժամանակ։ Ինչ կապ ունի երկրի ղեկավարն ով է։ Եթե դու բարերար ես, պետք է լինես բարերար։ Ձեր վրա է ներդրել պետությունը, հասկանում ես Գագիկ Ծառուկյան։ Քոչարյանը իշխանություն է դարել, ձեր վրա, քո նմանների վրա են ներդրել միայն, ուրիշ ոչ մեկի։ Սերժ Սարգսյանը եկել է, ինչ է արել պետության համար, ինչ բնակավարներում է ինչ որ ներդրումներ կատարել, ինչ որ մի բան, որտեղ։ Ոչ միտեղ ոչ մի բան չի ներդրել։ Ներդրել է իր եղբայրներին, իր քույրերին, իր եղբոր որդիներին, նրանց է ներդրել։ Հիշում եք, որ են մի հատ խելացի մարդ կար է Գալուս Գալստյանը, որ ասում է Սաշիկը ոնց կարա ասում է բանալի են, ինչա, կոռուպցիա, նա ոչ միտեղ չի աշխատել։ Բա որ ոչ միտեղ չի աշխատել, այդ $1 միլիոն նրան որտեղ է այդ ավտոբուսի շոֆերին, պազիկի շոֆերը։ Ինձ հետ Կրասնոդար Վիշնյակի բազարում Սաշիկը տրուսիկ ծախելուց է եղել։ Բա որտեղից։ Որովհետև պետությունը ներդրել է դրանց վրա։ Փոխանակ գիտնականների բանի վրա ներդնեն, Գագիկ Ծառուկյան, ներդրել է Սերժ Սարգսյանն էլ այդ Սաշիկների, քեզ էլ կոլբայի մեջից ասեցին արտադրել ենք Գագիկ Ծառուկյանին։ Հա, Գագիկ Ծառուկյան։ Նույնիսկ Քաչալը ասավ են Սիկտիրչին, կոլբայի մեջ մենք նրան արտադրել ենք, ինչ ենք արել, այտենց ինչ որ բաներ ասավ։ Որտեղ եք ներդրել, ասեք տենանք։ Սերժ Սարգսյան, Հայաստանի համար ինչ որ ներդրում, ինչ որ մի բան, գիտական բան, տենց գիտնական ունենաք, ես մի բան ունենաք, որ ինչ որ մի բան մարդիկ մտածեն, մի բան արել եք։
Ներդրել եք։ Ոչ։ Սամվել Կարապետյան ջան, ես քեզ հետ միշտ ջանով եմ խոսում, ես քեզ համարում եմ լավ մարդ, ուղղակի քեզ խաբեցին։ Այսինքն խաբել որնա քեզ ստիպեցին, դու ձևել չունես ուղղակի։ Ով կարա դրանցից հրաժարվողին 7-րդ, 9-րդ հարգից վեր են գցում։ Դե մի լավ ա եկել ես Հայաստան նորմալ ա վիճակը, ես ուրախ եմ։ Մա դու ասում ես, մենք իշխանություն ենք գալու փող աշխատելու։ Ես հասկանում եմ քո միտքը, ես ուրիշների նման չեմ ասում։ Դու ուզում ես ասես պետությունը հարստացնելու ենք։ Սամվել ջան, բայց դա ճիշտ չի։ Դու եթե իշխանության ես գալի, դու պետք է շատ փող ծախսես։ Հասկանում ես։ Ամերիկան տրիլիոն դոլարնի 33-35 տրիլիոն դոլար պարտք է ամբողջ աշխարհին։ Դրա համար զարգանում է։ Դու պետք է դրսից ինչքան կարողանաս փող բերես, թող Հայաստանի վրին դա համարվի պարտք։ Փող բերես, բայց ստեղ գիտնական ներաճացնես Հայաստանի համար, որ մի բան անեն։ Ես ասում եք բանը գյուղացին, գյուղմթերքը, խոզը, կովը, ոչխար։ Իրոք։ Ես երկրագնդի վրա էլ ինչ գյուղացի, էլ ինչ խոզ, էլ ինչ կով, էլ ինչ ոչխար։ Սամվել ջան, դու լավ գիտես, ես ինչ եմ ասում հիմա, դու Ռուսաստան ես ապրել, ես էլ եմ Ռուսաստան։ Տեսնում ես, չէ Ռուսաստան ոնց է խոշորացվել, գյուղերում ոչ մի բան ընդհանրապես չկա, գյուղերում 100 հազարավոր հեկտարներով ջերմոցային բաներ կառուցված, էլ գյուղացու ասենք 5-10 սոտկա հողի վրա, այդքան 1000 մետր հողի վրա, ասենք ինչ որ գյուղացին ինչ աճացնի։ Գյուղացին ասենք խոզ ապահում, օրինակ եմ բերում, խոզ պահի։ Խոզը պահի ում համար։ Առևտրականի գյուղացին մի խոզի վրա, Սամվել Կարապետյան ջան, գյուղացին մի խոզի վրա, միջև նրան սարքում է մի տարեկան, մի տարուկեսական, որ 100-120 կիլո քաշ տա, մի օգուտ ունենա։ Գյուղացին 800 դրամով հանձնում է վաճառականին, վաճառականը տանում է 2000 դրամով կիլոն, մի օրվա մեջ վաճառում է այդ գյուղացի մի տարուկեսվա պահած ապրանքը, գյուղացին այդքան կեր է առնում, տարուկես տակը մաքրում է, ոչ մի բան չի աշխատում, վաճառականը թրախկ, ձեր խանութներում էլ ավելի թանկ գներ, մի օրվա մեջ գյուղացու 2 տարվա չարչարվածը վերցնում է, գյուղացունը տես բաներ մի կեպ բանանիլ, գյուղացին ինչի խաղող աճացնի, տա Ծառուկյանին, Ծառուկյանը տանի կոնյակ սարքի, վրեն էլ գրի 50 տարվայա, տանի 10-20 միլիոնով ծախի մի շիշը, իսկ գյուղացին մի ամբողջ տարին աճացնի ձրի տա ձեզ, այդ մթերքը, ինչի համար, դուք ձեր համար եք մտածում, դուք գյուղացու համար չեք կարա մտածեք ախր, աշխատատեղեր բացեմ, աշխատադևեր բացեն, ինչ աշխատատեղեր բացես, բացեք, միլիարդները, կրկնում եմ, պետությունը ձեր վրայա ներդրել, միլիարդները, դուք այդ միլիարդները դրեք 10-20 հեկտարներով ջերմոցային բաներ կառուցեք, գյուղացին էլ թող գատե աշխատի, գյուղացին չի կարա իրա մի փոքր հողամասի վրա մի բան արտադրի, որ միջին օգուտ ունենա, ոչ դուք իրա ձերից դա վերցնելու եք եւ վերջ, գյուղացու կաթը դուք 150-170 դրամով վերցնում եք, հլա գյուղացին հետ կովը պահում, մեծացնում, որ նա կատ տա, ես մի բան անի, որ մի հատ շահույթ ունենա, 150-170 դրամով վերցնում եք, տանում դնում ձեր խանութում մի օրվա մեջ արդեն
400-500 դրամով եք ծախում, կարողա չգիտենք։ Այդ մի հատ հասարակ կամաց մածունա բան 3000 դրամ եք ծախում, բայց գյուղացուց այդ մածունը որ առնեք ասելու եք 200 դրամով ենք առնում, տենց չի, տենց հա։ Մի խապեք իզուր ժողովրդին, ճիշտն ասած ժողովուրդը երևի արդեն էլ դժվար էլ խապվի։ Անցնենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ինչ անում Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը, այդ որ ասում եք, դպրոցը ինչի համար է գյուղում կառուցում, դուք ասում եք թուրքերի համար է կառուցում։ Ոչ, դպրոցը կառուցում է այսօր գյուղում, վաղվա համար։ Եվ դա հնարավոր է, որովհետև մարդը մտածում է ապագայի համար։ Դա պատահական չի այդ խոսքերը։ Մտածում է ապագայի համար, նախորդ գյուղում դպրոց կառուցում է։ Վաղը տենա հիմա ծրագրերա բանանում, որ գյուղում ով տուն ցանկանա 20-21 միլիոն դրամ փող է տալի, մարդը գյուղում գնում է տուն է կառուցում։ Արդեն գյուղում ապրելու է այդ մարդը։ Վաղը տենալու ես այդ իմասած ջերմոցային բաները կառուցեց։ Որովհետև այնքան պետությունը աղքատ է, պետությունը 35 տարի ձեր վրա է ներդրել, ուրիշ ոչ մեկի։ Դուք էլ ստենդենա կայնում եք, քրտնել ենք, աշխատել ենք, գիշեր-ցերեկ միլիարդներ ունենք։ Ոչ, դա լրիվ պետության փողերն է, ներդրած ձեր վրա։ Դրա համար դուք ուզում եք նորից իշխանություն գաք, որ ձեր վրա ներդնեք։ Ուրիշ ոչ մեկի, դուք ոչ մի գյուղացու վրա էլա չեք ներդնելու, ոչ մի քաղաքացու վրա չեք ներդնելու, ոչ մի բան չեք անելու։ 92 թվից մինչև 18 թիվը գազելների մեջ մեռնում էին, ես ոնց է այս իշխանությունն եկավ 8 տարվա մեջ, հլա ես ինչ ավտոբուսնի, ես ինչ էլեկտրական տրոլեյբուսնի, սկի Մոսկվայում չկա այդ էլեկտրական տրոլեյբուսներից։ Ասում եք ինչ արել 8 տարում։ Ուրեմն ասում եք մարշալները, եսի ինչ հայերը, գեներալները, եսի ինչ գիտնականներ են, Ծառուկյան քո համար եմ ասում սա։ Էսենց բաներ ենք, էսենց հանրաճանաչ մարդիկ ենք, ով է Հայաստանի համար մի բան արել։ Դե հիմա նայի Նիկոլ Փաշինյանի ժամանակ, ասում եք ինչ արել 8 տարում, մենակ պարտք արել ծախսել։ 120 տարվա մեջ Հայաստանը մի հատ փամփուշտ չի կարողացել արտադրի իր համար։ Հիմա Հայաստանը 12 հատ մոդեռնիզիրովանի համաշխարհային մակարդակով գործարան ունի։ Դուք գիտեք, որ արդեն արտասահման նույնիսկ զենք է մատակարարում Հայաստանը։ Ասում եք ինչ արել։ Այդ տենց է, ապագայի համար արդեն երկրում ներդրումներ ա գնում, հասկանում եք։ Դուք ժողովրդին չեք կարող խաբեք, ես հասարակ մարդ եմ, հերվից այդ ամեն ինչը տենում եմ։ Դուք մչին չեք տենում, դուք ուզում եք Նիկոլ Փաշինյանին նենց անեիք, որ ձեր վրա ներդներ։ Դուք էլ գնաք մի հատ արձան կառուցեք, տակին 3 հարգանի սուպերմարկետներ, եսի մինչեր, ասեք դե ժողովրդի համար արձան ենք կառուցում։ Էդեք Աբովյանում մի հատ վանք ես կառուցել 25 տարի հարկից բան արել։ 25 տարի ամեն ինչը աշխատել է պետությանը 10 կոպեկ հարկ չես մուծել։ Կարող է մենք չգիտենք, ամեն ինչից էլ տեղյակ ենք։ Ժողովուրդն էլ իմ նման բոլորը գիտեն, բրո ուղղակի ոչ բոլորն են կարողանում արտահայտվեն, ասեն։ Հասկանում եք։ Բայց ես չեմ կարա չասեմ, ինչի պետքա չասեմ օրինակ։ Ես ոչ մեկի ոչ վատություն եմ անում, ոչ ես ինչ ոնց կա ճիշտը, նենց էլ ասում եմ։ Ուրիշ ինչ է կարել։ Այդ մարդը դպրոցների համար ասեցի, մեկ էլ էսա կտենակ ես իմ ջերմոցային, ես իմ ինչեր, մեկ էլ հնարավոր է եւ անասնապահական, ամեն ինչ էլ կառուցի, որ են լինի հերթականությամբ լինելու է։ Բայց հիմա գյուղերում ամեն գյուղում որ 100-120 հատ տուն են կառուցում, ում համար է։
Որովհետև մարդ չկա, մարդկանց շահագրգռում են պետությունը, առանց տոկոսի, առանց բանի փողա տալի ասում, ձեզ համար տուն սարքեք, մենակ ընդե ապրեք։ Այդ նրանց համար է դպրոցներ էլ ընդե կառուցում, ամեն ինչ անում, մանկապարտեզներ կառուցում, որ մարդկանց տեղ լինի։ Մեկ էլ զբաղվելու է եւ աշխատատեղերով, եւ ամեն ինչով։ Հատյա դա պետք է պետությունը չանի, այդ պետությունը, որ ձեր վրա ներդրել է, դուք միլիարդներ եք ետ գցել։ Միլիարդներ եք Պետությունը ձեր վրա ներդրել է, դուք պետք է անեք այդ բաները, չեք անում։ Հիմա ես դրա համար պետությանը, ես ես 5 տարի նես իշխանությունը նորից գալու, Նիկոլ Փայ, 5 տարի ես ստիպելու եմ, որ ամբողջ Հայաստանի ունեցվածքը, որ պետությունը ներդրել է ձեր վրա, դուք բոլորը սեփականացրել եք առանց որևէ կոպեկի։ Պետությունը պետք է 51% վերցնի ամբողջովին իր վրա, որ դրա շահույթը իրան նլի, որ պետությունը կարողանա ամեն ինչ էլ անի, ամեն ինչ էլ կառուցի, աշխատատեղեր էլ բացի, որտեղ դուք չեք ուզում անեք։ Միլիարդները դիզել եք դրել ձեր գլխի տակերը, ամենքդ մի հատ ցարական պալատներ եք սարքել, ձեզ լորդեր եք զգում։ Եվ վերջ։ Չի լինելու, ձեզ իշխանություն ոչ մեկը չի տալու։ Եթե կարծում եք, թե ասենք մի 1000-2000 մարդ է հավաքվում